Եվ այդպիսի մի դեպքի եմ հանդիպել, պարոն Ղուշյան, եւ ձեր թույլտվությամբ ես կցանկանամ գոնե ամիսը մեկ անգամ կամ երկու անգամ կտեսնենք ինչպես վերջերս հանդիպում եմ արյան սուր լեյկոզ, նմանատիպ քաղցկեղածին այդ հիվանդություններն են, տերմինաբանությանը չեմ տիրապետում, ավելի գրագետ, բայց եթե այդպիսի երեխաներ կան մարսառուցի կենդանակերպում ինձ հուշում էր եկել, որ զբաղվենք այդ երեխաների բուժման հարցով։ Շատ կարևոր է, փակտիվին պատրաստ է։ Այո, այստեղ բարեգործությունն անենք եւ ես տվյալները կարող եմ բարբերաբար կփնտրեմ, կարող եք ուղարկել Փակտիվի, կարող եք ուղարկել միայն ուղարկեք ինձ Viber հարթակում, եթե երեխային օգնություն է պետք on-line գումարներ հավաքելու համար, ես կփորձեմ ձեզ օգնություն տրամադրել, դա ինձ մարսառուցի կենդանակերպում միտք է եկել, օգնենք մեր հայրենակիցներին, փրկենք երեխաների մարսառուցի կենդանակերպում, այն երեխաները, մանավանդ Պլուտոններ ջրհոսում, որտեղ ջրհոսը դա նորարարական մեթոդներ են, Պլուտոնը ջրհոսում կօգնի մեր կօգնենք մեր հանրության մի հատվածին հաղթահարել այդ հիվանդությունը։ Ուստի խնդրեմ հղումը դնենք հենց հաղորդման ժամանակ սիրելի հետևորդներ, եթե մի փոքրիկ գումար ունեք, որ կողք եք դրել, դա չի խանգարի ձեր երեխաների մի բան կարելի է պակաս գնել, բայց օգնենք մեր փոքրիկներին հաղթահարեն այդ խնդիրը եւ մի կյանք, մի ծիլ մեր կյանքում ավելանա մեր հետագա սերնդի համար։ Գանի հրաշալի միտք է, ես նորից եմ կրկնում, Փակտիվին պատրաստ է միշտ բարեգործական նվանակցությունների, սիրելի բարեկամներ, օգտվեք այս հնարավորությունից, մանավանդ Գանի Սարգսյանը այս առումով իսկապես բացառիկ այն մարդկանցից է, ով միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մեր հանրությանը, հատկապես երեխաներին, իհարկե մեզ համար դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Գայանե։ Ձեզ եմ շնորհակալ հնարավորությունը տվեցիք, եթե այնտեղ հարցեր կլինեն, արդյոք ինքը օգնում է, այո, ես ինքս օգնելու եմ, իմ անմիջական մասնակցությունն եմ ցուցաբերելու եւ որոշել եմ այն հարթակներում, որ մոտակա ժամանակներում ես ելույթ կունենամ, այդ հարցը կբարձրացնեմ։ Սիրելի հետևորդներ, սպասում եմ ձեր այդպես ձեր օգնությանը, եկեք փրկենք կյանքեր։ Դե հիմա երևի ժամանակն է